լսող ականջ ու տեսնող աչք, Առակաց 20:12, այս երկուսը Տերն է ստեղծել։ Լսող ականջ, Դավիթ հեսաղոտն էր անում, ասում էր Տեր, լուսավորիր իմ աչքերը, որ խավարի մեջ չմնամ։ Ինչ տեսողության մասին է խոսքը, ինչ որ մեկը աղոթում է ֆինանսի համար, Տեր Աստված նյութական օրհնությունով օրհնից, Տեր ֆինանսս, հանկարծ մեկ էլ լսում ես ինչ որ մեկի կարիքի մասին։ Ինձ լսում եք։ Դու աղոթում ես քո խնդրի համար, Աստված քեզ լսացնում է ուրիշի կարիքի համար։ Ես ինչ եմ աղոթում, ես ինչ եմ լսում։ Եվ ես գիտես ինչ եմ անում, ասում եմ, հնձիուրդուց։ Ես փակում եմ այն հնարավորությունը, որտեղ Աստված ուզում է ինչ-որ բան անի, բայց պատճառ է փնտրում։ Տեր Աստված, դարձրու ինձ նվիրյալ Աստծո մարդ դարձրու ինձ։ Ինչ որ մեկ աղոթում է 3 ամիս, խնդրում եմ լսեք, 3 ամիս աղոթում է, Տեր ինձ նվիրյալ դարձրու։ Հանկարծ Աստված ցույց է տալիս ինչ որ մի տեղում մի խոնար անձնավորության եւ դու սկսում ես նկատել։ Դու աղոթում ես հոգով լցվելու համար, Աստված ցույց է տալի մի խոնար անձնավորության։ Համար դու ինչ եմ անդադես մարդուն տեսնում։ Աստված ցույց է տալիս մի բան, որ այնինչ որ դու ուզում ես, քեզ խոնարհություն է պետք։ Որովհետև այնինչ որ դու ուզում ես, վտանգավոր բան է, դրա համար քեզ խոնարհություն է պետք։ Աստված պատրաստում է ափսե, որ իր ուզածը փոխանցի, որ քո ուզածը փոխանցի քեզ։ Ինչ որ մեկ աղոթում է Տեր Աստված, ես հրաշալի զույգ ամուսինն եմ ուզում լինեմ, ճիշտ մեկին եմ ուզում։ Աստված ցույց է սկսում քեզ տալ մի ճիշտ ընտանիքի, եւ դու սկսում ես նայել եւ օրինակ վերցնել։ Ինչ է անում նայելը։ Այն սկսում է կիրառվել, գալ մարդու կյանքի մեջ։ Շատ հումորային մի փոքր զարմանալի պատմությունը Հակոբի արածը։ Հակոբի աներն ասել էր. բոլոր գառները, որ դառնան սև ու սպիտակ, քոնն են։ Ինքը պահում էր աներոջ հոտերը։ Հակոբը մի բան էր մտածել։ Այս գառները որտեղից գալիս էին ջուր խմել ու փետերը այնպես էր կտրտել, որ գառները գային այս ջուրը խմեն, դա ֆիզիոլոգիական իրանց վրա ազդեցություն թողեր։ Ես չգիտեմ այս հնարը որտեղից էր գտել, բայց Հակոբը հասկացել էր, որ տեսողականը մարդու մարմնի մեջ ֆիզիոլոգիական փոփոխություն է բերում։ Տերները լսելու համար, Տեր, տուր մեզ Աստված բացեց Հագարի աչքերը եւ Հագարը տեսավ այն ջրի աղբյուրը, որ միշտ կար ընդեղսել էր։ Ջուրը ընդեղ էր, բայց Հագարը չէր տեսել էր։ Գիտեք ինչքան լուծումներ կա, որ ճիշտ այն նույն տեղում է, որտեղ որ մեր գտնված տեղն է, եւ հանկարծ Աստված բացում է, եւ մենք սկսում ենք տեսնել սեներ։ Լուծումը հենց այն նույն տեղում է սեներ։ Ուզում եմ մի համար էլ անդրադառնամ շատ։ Գիտեք հավատացյալների, ոչ միայն հավատացյալների, աշխարհիկ մարդկանց հետ էլ այդպես լինում։ Երբ է մարդը ընկնում եւ ինչից է հիմնականում մարդը ընկնում։ Շատ տիպիկ է եւ տարածված է, երբ որ մարդ ասում է այս մեղքի պատճառով, այս սխալի պատճառով, բայց ես ուզում եմ ուշադրություն բերեմ մեկ ուրիշ նուրբ կետի վրա։ Ինչն է պատճառ հանդիսանում, որ մարդը շատ ժամանակ ընկնում է։ Մարդ ինչի համար, որ իր մտքի մեջ հպարտանում է, մի քիչ կոպիտ ասեմ, հպարտանում է, նայում է եւ իր մտքի մեջ գիտեք ինչ ասում։ Ասում է փառք Աստծո, ես ճիշտ է այս սխալներն ունեմ, բայց մի բան կա սրա մեջ ուժեղ եմ էլի։ Օրինակի համար, ես ինչ կանեմ, բայց սուտ խոսալը իմը չի։ Մարդ կարա նեղվի իր սխալների համար եւ ասի, այ մարդ ճիշտ է, ես սխալներ ունեմ, բայց փառք Աստծո, ես մի հատ բնավորության գիծ ունեմ։ Ես մի հատ սովորույթ ունեմ լավ, որ այդի պահում եմ։ Սիրելիներ, ես ուզում եմ մի տխուր իրականություն բացահայտեմ իմ եւ քո համար։ Գիտեք, մարդը ինչից որ իրան լավ ազգում, ինչի վրա որ կանգնում է, երբեմն մարդկա այդ մի հատն է, այդ մի հատի վրա կանգնում է, եւ այդ մի հատով կամ այդ երկու հատով իրան լավ ազգում, հենց դա էլ դառնում է կործանարար քար մարդու համար։ Ցավոք սրտի, ինչի համար որ մարդը պարծենում է, կանգնում է, նույնիսկ մյուսներին էլ ասում է, սրանք, նրանք, դրանք, այն մարդ, այս մեկերը, այն մեկերը։ Սիրելիներ,
Ինչի համար որ մարդը հպարտանում է եւ վստահ է, սիրտն էլ դրա պատճառով ուրախ է, հանգիստ է։ Գիտեք ինչ նկատի ունեմ, մարդ կա ունի 10 սխալ կողմեր, բայց այն դրանք անարգում է, ասում է այն հեչ, կարևորը ես այսի փառք Աստծո։ Գիտեք ինչի Աստված թույլ տալիս, որ դա քանդվի։ Նա չի անում, բայց նա թույլ է տալի, որ մարդ աշխատի այն մյուս կետերի վրա նույնպես իրեր, որպեսզի այն կողմերից հակառակորդը չներխուժի սիներ։ Կրկնում եմ, ինչի վրա որ մարդը կկանգնի, շատ ժամանակ հենց այդ էլ կործանարար կարող է լինել։ Հիմա կարակ ասեք, բա ինչ անի մարդը, գոհանա դրա համար եւ անցնի մյուսին։ Շնորհակալություն հայտնի, Տեր, շնորհակալ եմ, այո, որ ես սա ունեմ, բայց անցնի այն մյուսին, փոխիր ինձ այն մյուս հարցում, Տեր, փոխիր իմ այս մյուս հարցում, Տեր, այս կյանքիս այս հատվածի վրա էլ աշխատանք տանի, թող Տերը փոխի մեզ ոչ թե մի, այլ տարբեր ոլորտներում, սիրեր։ Գիտեք, այս 3 անձնավորությունները կամ 10, եթե ես մեկի համար ասեմ, այն մեկը ինձ չի հետևում, այն 2-ն են ինձ կործանելու։ Ասեմ, այն 4-ը ինձ չեն հետևում, այն մյուսից հակառակորդը կործանի ինձ եներ։ Դրա համար Աստված ուզում է, որ մենք աշխատենք մեր կյանքի տարբեր հատվածների վրա։ Սուրբը պիտի ավելի սրբանա։ Ինչ նկատի ունի սուրբ ավելի պիտի սրբանա ամեն հատվածի վրա աշխատելով սիրներ։ Գիտեք, երբեմն ի զարմանս ձեզ ասեմ, գիտեք, սրբություն կա, որ էգոիստական նպատակներով է։ Սրբություն կա, երբ որ մարդը երբեմն այն պահում է, գիտես ինչի համար, որովհետև ասում է ինձ չի սազում, բայց սրբությունը պահում է եւ այն երբեմն ծառայում է մարդու էգոն փառաբանելու համար, որտեղ մարդը իր մտքի մեջ ասում է ես ես չեմ անում, ես ես չեմ։ Սրբությունը առանց սիրո, սրբությունը առանց սիրո տանջանք է մարդու համար։ Ցավոք սրտի երբեմն կարող ես տեսնել սրբություն եւ ճնշող մյուսների վրա ճնշող ազդեցություն։ Սա էլ պիտի ասեմ, որ մարդը շարունակական դատապարտի եւ մեղադրի, ինչի մեջ ուզում է լինի։ Մարդ կա որդեգրում է իր կյանքում, անընդհատ ինչ որ մեկին այսի սենց անում, այսի սենց անում, այսին։ Ինչին որ դատեցիր անընդհատ, ես սա ինձ եմ ասում, նույնը ես եմ վերապրելու։ Շատ տարօրինակ օրենք է։ Ինչի մեջ որ մեկին անընդհատ մեղադրեցի, ինչի ասենց ամ, ինչի, դա մի օր տեսնում ես, որ դու ես անում։ Շատ դրա համար Աստծո խոսքը ասում է մի դատի, ախր ինչի Տեր, ախր արժանի է դատելու։ Ամբողջ հարցը սա է, որ ես դատում եմ, սկսում եմ նույնով ես էլ դատապարտվել։ Աստված փրկում է ինձ վերարտադրվելու օրենքից։ Երբ որ ես չեմ դատում, ես քանդում եմ այդ կամուրջը, որովհետև դատելը կամուրջ է, որ դրանք գա իմ կյանքի մեջ։ Ես այն ժամանակ մտածում եի, որ Աստված ասում է մի դատի, որտեղ մտածում է դիմացինի մասին։ Հետո հասկացա, որ Աստված մարդու մասին է, իմ մասին է մտածում, որ այդ նույնը չկրկնվի քո կյանքի մեջ, դրա համար ասում եմ մի դատի։ Թող մենք քանդենք կամուրջներ, ինչպես չդատելով։ Եվ հաջորդ բանը շեշտում եմ, ինչի վրա որ կանգնած ես։ Գիտեք, ինչն էր Սամսոնի ուժը մազերի մեջ։ Ասում էր ինչ ուզում են թող անեն, մազերս կարևոր։ Ինչը որ մարդու ուժն էր, կործանման պատճառ կարա լինի։ Ինչը որ մարդու ուժեղ կողմն է, կարա կործանման պատճառ լինի, եթե մարդը չգոհանա դրա համար եւ չանցնի մյուս կողմերը ավելացնելու վրա։